Հարգելի սիրելի ժողովուրդ, հիսը ձեր բոլորի ողջունում եմ։ Ձեր հետ լինել եմ շատ պարզ, անկեղծ, իրական, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ այսքան ժամանակ շրջելով, գյուղերով, քաղաքներով, տարածքներով, վարչական շրջաններով, լսելով մեր ժողովրդին, տարբեր ոլորտի, աշխատող, ծառայող, գյուղացի, քաղաքացի, դասախոս, արվեստագետ, գիտնական բժիշկ, իրական տիրապետելով, հասկանալով, շփվելով, ծրագիրը կազմելով, որը ծրագիրը հիմնական ժողովրդան ներկայացել, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, որը հիմնական անհրաժեշտ է, ես քան շփվելով զգացել եմ, որ ժողովուրդը հոգնել է, պետք է փոփոխություն, պետք է ժողովրդի մասին մտածել, ոչ թե միայն դատարկ խոսել, անգիրարած, լավ է լինելու, էս է լինելու, այդ ժողովուրդը ուզում է այդ ամեն ինչը իր առօրյայում, իր ընտանիքում, իր գործի մեջ այդ բոլորը զգա։ Հիմա ինչ որ ես ձեզ ասեմ, այսօր լավ թիմ հավաքվել, ունենք լավ ծրագիր, կետ առ կետ, ես ուզում եմ հիմնական կետերը, որ և ծրագրով դուք նայած լինեք, և հիմնական, որ մենք ասում ենք, որևէ մեկը չի կարա հակառակը, բացատրի հակառակը ասի, այսօր ինչ է պետք մեր ժողովրդին, որ մարդիկ չեն ուզում երկից գնան, ուզում են ապրեն, ուզում են վայելեն, կյանքի բարիքներից օգտվեն, իրենց ընտանիքով, իրենց բալիկներով, իրենց թորներով, ուրիշ բան չեն ուզում, մարդիկ է դատարկ խոսալուց հոգնել են, այսօր մարդիկ լիարժեք, վարկի տակ են, Ժողովուրդ ջան, այստեղ հավաքվածները 90%-ը վարկի տակ է, ճիշտ է թե ոչ, թե չէ սխալ եմ ասում, 100%-ը վարկի տակ է, ասեմ թե ես ինչ եմ իմ ծրագրում ինչ է նախատեսված, որ եթե ժողովուրդ աղքատ է, պետություն աղքատ է, դատարկ խոսալով չի, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ 2-3 տարի, եղել է պատերազմ, մարդիկ չեն աշխատել, այլ ծախսել են ապրելու, գոյատևելու, բուժվելու համար։ Հիմա այդ մարդկանց պետությունը պետք է իր ժողովրդին ձեր մեկնի, թե ձեր չմեկնի։ Կարա ասենք, թե մինչև 3 միլիոն դրամ, ամեն շնչին, ասենք, թե ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու, որ մինչև 3 միլիոն դրամը պետությունը հաշվի առնելով տնտեսական ճգնաժամ, համաճարակ պատերազմ, ներում է շնորհում ժողովրդին։ Հիմա 15 միլիարդ է պարտքը, թող լինի 16 միլիարդ 100 միլիոն, բայց 2,200,000 մարդ, այդ ճայտից դուրս է գալի ժողովուրդ։ Ես ինչ որ ասում եմ, հնարավորության դեպքում, հենց առաջին նիստում, այդ հարցերը դրվելու են, կարգավերվել են, որ մարդիկ այդ ճայճի մեջից դուրս գան։ Երկրորդը, այսօր առողջապահության խնդիրը, գիտեք, որ ասենք թե որևէ մեկը գոհացված չի այդ աշխատանքով, չի արտարացվում, պետ պատվեր, էսա ենա, գնում ես, հետո գգաց, հետո գնում ես, հետ չկա, կամ ասենք թե այդ հիվանդությունը պետ պատվերի մեջ չկա։ Առողջապահություն ու կրթությունը անվճար, ես չեմ ասում այդ գումարները օդից, հիմա էլ առողջապահությանը 700 միլիոն դոլար գումար է տրամադրած, բայց անօգուտ, մարդիկ լիարժեք բավարարված չեն, գոհ չեն, որտեղ չեն կարողանում լիարժեք օգտվել, գնում են կամ կընդունեն, կամ չեն ընդունի խնդողի կարգավիճակում, անպայման առաջինը վարկերն է, երկրորդ առողջապահություն և կրթությունը, որ պետք է լինի անվճար։ Երրորդը իհարկե գույքարկի խնդիրն է, որ ընդհանուր դրեցին հանրապետությունով 100% բարձրացրեցին, որ դա պետք է այդպես չարվեն, որտեղ ժողովրդի վիճակի չի և գումարները չի ավելացել, որ գույքարկը 100% ավելացնում են։ Փոքր ու միջին բիզնեսի հետ կապված հարցը, որ ընդհանրապես մարդը փոքր ու միջին բիզնես ձեռնարկում է, նա մինչև 60 միլիոն դրամը շրջանառության մեջ իրավունք չունեն մոտ գնան, իրավունք չունեն դակ գրեն, հնարավորություն տան, որ մարդը կայանա զարգանա, փոր ձեռք բերի, շուկա ձեռք բերի, որ կարողանա աշխատի։ Նոր դրանից հետո 170 միլիոնի դեպքում նոր ինքը մի տոկոս պետք է հարկ տա։ Ես գործունեությունը սկսել եմ փոքր ու միջին բիզնեսից։ Դա հասկանում եմ, գիտեմ, առավելություն կա, տեր կանգնեն, օգնեն, որ մինչև ոտի կանգնի։ Հա, եթե նա 170 միլիոն շրջանառություն արեց, դա մոտարապես 500,000 դոլար։ 500,000 դոլար դեպքում 5,000 դոլար ինքը միանշանակ իր արկերը կվճարի, մեծ ուրախությամբ։ Իմ ասածները իրականությանը համապատասխանում են, որ անհրաժեշտ է քայլ կատարեն,
մարդիկ կարողանան ոտի կանգնեն, մարդիկ կարողանան շնչեն, ուրախանան դեպքերի ժպիտ գա, ոչ թե երկիսկ թողեն գնան։ Ժողովուրդ ջան, ես իրական ինչ ասում եմ, որից մեկը չի կարա հակառակ ասի։ Այսօր նայելով իմ ժողովուրդը ինչ կա կորցրել է։ Տուժած, կորցրած, զոհված, այսօր խեղճացած, ով դրսի հետ կապ ունի գիտի, որ ժողովուրդը ասելու բան չունի։ Այսօր հիմնական քանդել, ավիրել, բռնել, խլել, նստեցնել։ Այդ երկրում, որից մեկը գա ներդրում կատարի, հարց եմ տալի։ Եթե մարդը այսօր գործանը գնել է լիարժեք որոշումով 25 տարի անցել է, 25 տարի աշխատել է, ներդրում արել, մարդիկ աշխատում են, ամսական 500 միլիոն դրամ հարկ է տալիս, ու դրանից հետո ասենք թե նայում են, որ հակառակ ենք խոսում, ճիշտ ենք խոսում, ժողովուրդը ընդունում է, հավատում է, վստահում է, հույս է կապում, արդեն ասում են բռնելու, խլել, այս ցավը տանեմ, ես ասել եմ իմ հայրենիքի ունեցվածքը չեմ փոխի, օրենք առաջ բոլոր հավասար են։ Բայց ես ժողովուրդ ջան, նորից եմ ասում, այսօր հիմնական հարցերը Ծառուկյանը զրոյից կայացած մարդը սաղ գիտի, գիտակցում է, մոտենում է, ինձ դնում եմ ձեր տեղը։ Այսօր դրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են։ Եղբայր, քու բարեկամ երկեր քեզ փչացնում։ Այսօր տնտեսական պատերազմ, ես մի ամիս առաջ էի ասում, կողմ որոշվեք, այլ պատկերացնելով, այսօր մարդիկ, այդքան մարդ դուրս աշխատում է, գումարներ է ուղարկում, տարեկան ամսական Ռուսաստանից 160 միլիոն դոլար գումար է գալիս, տարեկան 3 միլիարդ գալիս է, ասենք թե Ծիրանից, Խաղողից, Ձգից, որ ասենք թե Ծաղիկից ուղարկում են Ռուսաստան շրջը կոնյակից, հիմա եթե շուկաները փակվել են, այսօր հայտարարում են, որ մենք այդ փողերը տալու ենք, այդ տալուց եկեք հլը թափածը մի հատ հաշվեք, թափում են մարդիկ օրեկան, մարդիկ վարկ են վերցել, բան են ձեռնարկել, հույսով հավատով, ամիսը բրծել, այսօր աշխատավարձ պտի տա, այսօր հարկ պտի տա, այսօր բանկին տոկոս պտի տա, որ այդ սաղ ավիրվեց, մենք այլ դրանք ունենք նոր շուկաներ, Ժորժ ջան, 10 տարի չեն կարա շուկա բացեն Եվրոպայի հետ, այսօր Թուրքիան չի կարում բացի քանի տարի, այդ ոնց է Եվրոպայի շուկա բացելու, այդ ժողովուրդը սննկանալու է, քանդվելու է, չորանալու է, չի լինելու, այլ հակառակը պետք է հարաբերությունները պահեն, այսօր տնտեսությունը չի լինում կամ իշխանամետ կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում արևմտյան կամ ռուսական, այդ տնտեսությունը հիմնական կամ աշխատում է, կամ զարգանում է, կամ ծաղկում է, կամ քանդվում է, այսօր քանդման եզրին կանգնած են, ու ասելու մի բանի փողնել եմ տալու, ծաղկի փողնել եմ տալու, դե տվեք, եկեք արձանագրեք ով է տվողը, ինչքան են թափում, սուտ ասելով երկար ճանապարհ չկա ժողովուրդ ջան, այն ժամանակ էլ էին ասում, մենք եկել ենք Արցախը պահելու նոր բանակցություններ, Արցախը Հայաստանա ու վերջ, մենք չենք եկել հող տալու համար, ու գնաց Չեխիա հայտարարեց, որ Արցախը դա Ադրբեջանա ու վերջ, այսօր էլ նույնը, այս ընդրությունները լինելու է և եթե իրենք հաղթեցին, մի 6 ամիս հետո ասելու է, որ ասենք թե այսօր Սևան Ադրբեջանցին ասում է, դա Գյոնչան է, և Երևանը Էրիվան է, նրանք այսօր ամսի 18-ին, հունիսի 18-ից 19-ը կայանում է ֆորում, Ադրբեջանը իր տարածքները դայնելու արևմտյան Ադրբեջան ստեղծելու համար, ես փաստացի եմ ասում, կարան հակառակ ասեն տես բան չկա, ու մեկ է, որ ասում են մենք խաղաղություն ենք բերել, Ժորժ ջան, բերել են թողել ցուղթը, մի հատ ցույց տան հեռուստացույց, որ ստորագրած է խաղաղություն, որ այդ պատերազմ չի լինելու, զարգանալու է, չկա այդպիսի թուղթ, կա բանավոր պայմանավորություն, որ այդ պայմանավորությունները մենք անընդհատ պահանջներ, որ պետք է կատարենք, պետք է ժողովուրդն էլ գամնա, պետք է ես լինի, պետք է էլ լինի, հանգլանները պետք է տան և ոչ մի զարգացում չի կարա լինի, ես ինչ որ ասում եմ, ածած համար պատասխանատու եմ, մեր ծրագիրը, իմ ծրագիրը, ժողովրդի մեջի ծրագիրն է, որ շփվելով, հատ լսելով, թոշակառուին ժողովուրդ ջան, վերջ օրը բերել են, մի ամիս առաջ 10,000 դրամ բարձրացրել են, լավ է կարել թոշակառուի ցավը տանեմ ես, լավ է կարել, բա որ թոշակառուի նվազագույն
ծախսը մի մարդու 78,000-ը, դու 10,000 ավելացնելով, մարդուն դարավ 49,000, ոնց է ապրելու, թողասի ոնց, 10,000 ավելանալով, նվազագույնի 78,000, ամեն ինչը թանկացել է, ավետան, մեր ծրագրում, մինչև 100,000 ու դրանից հետո ավելանալու է, այսինքն ոչ թե գումարը դրանց է, Ժողով ջան, իմ ասածը, որ պետք է կարողանան կազմակերպեն կապ ունենան, տնտեսություն զարգացնեն, խոշոր ծրագրեր իրականացնեն, որ երկիր փող մտնի ժողովուրդ, որ կարողանան տնտեսություն բյուջեում գումար լինի, 1% տնտեսական աճը 25 միլիարդ է, որ պետք է 10-12% տնտեսական աճ լինի, որ այդ գումարներն օգտագործեն թոշակ բարձրացնելու, ուսանողի համար, ոնց է թոշակառուի համար, բոլորի համար, սա պետք է կազմակերպի, ես անպագորգոր բաներ չեմ ասում, ես որպես հայ մարդ, այս երկու մեծացած, իմ երկրով, իմ ժողովրդով, հպարտացող մարդ եմ, պետական պաշտոնի չեմ եղել, ես վերցնելով սպորտը, բոլորդ գիտեք, որ ոչ մի մեդալ չկար, գումար եմ դրել, զարգացել եմ, ծաղկացել եմ, դպրոցներ եմ սարքել, մարդկանց գումարն թոշակներ եմ նշանակել, անձնական գումարներից, Օլիմպիական չեմպիոնին $1 միլիոն նվեր եմ տվել, տարեկան 2-300 մեքենա եմ նվիրել, բայց նորից եմ ասում, այդ բոլոր անելով իմ երկիրը սիրելով եմ արել, այսօր արդեն մենք տարեկան 1000 մեդալ ունենք, 1000, որից 150-ը ոսկի է, իմ երկին ավելի մեծ ճանաչում տալու, իմ ազգին հաղթանակ պարգևելու համար, այսօր այդ բոլորը, որ ես ասում եմ, մտածելով Քրիստոսի արձանը, դա ոչ թե միանգամից, այլ Աստծու կամոք, որ մենք առաջի աշխարհի քրիստոնյաներն ենք, պետք է քայլ կատարենք, որ մարդիկ հպարտանալու, ասելու բան ունենան, որ մեր ժողովուրդը որպես ազգային վերածննդի ներքին հաշտության համերաշխության խորհրդանիշ եւ Աստծու կամոք հադիսի գլխին դա կառուցվում է։ Այսօր ամբողջ աշխարհը դրա մասին խոսում է, ժողովուրդ։ Օվկիանոսից օվկիանոս խոսում են, ուզում են գան, տեսնեն այդ հզորությունը, այդ գեղեցկությունը, ու դա մերն է, աշխարհում առաջի քրիստոնեազգը պետական, այդ մենք ենք, որ սաղ աշխարհը պետք է իմանա։ Ու այսօր դուք պատկերացրեք, որ եթե 20 միլիոն տուրիստ եկավ, այդքան հյուրանոց չկա, պետք է սեփական տները մնան։ 20 միլիոն մարդ է գալուց, եթե ամեն մի տուրիստ 10 օրը որ գնում է, պետք է գոնե $5,000 գրպանը փող լինի։ 5,000-ի դեպքում դա անում ասենք թե այսօր $100 միլիարդ գումար։ Այդ մնալա իմ երկրում, բոլորն էլ փողի տեր են լինելու, յուղացիներ, քաղաքացիներ, աշխատողներ, ներդրում է լինելու, զարգանալու է, ծաղկելու է։ Եվ նմանատիպ պետք է երկու ծրագիրներ իրականացնենք կյանքի կոչեն խոշոր։ Միայն գործարան կառուցելով չի։ Ծառուկանը որ այսօր 50 գործարան կառուցի, 5,000 մարդ աշխատելու, բայց մերը, ասենք 3 միլիոն բնակչություն, խոշոր ծրագրերից բոլոր օգտվել են ժողովուրդ։ Իմ նպատակն է, իմ ցանկությունն է, իմ ծրագիրն է, կազմածն է, ունեմ լավ թիմ, ունեմ ցանկություն, ունեմ կապեր, ձեր ցավը տանեմ, ես բոլոր տեղերը տալով, ջերմությունը զգալով, վստահություն ու հավատքը անելու եմ 100% մի բան էլ ավել եմ անելու, միայն պետք է հնարավորություն, որ անմիջապես ես ասեմ, Ռուսաստանի հետ հարցնել մի օրվա հարց է, նրանց ասածը եթե նայում եք, ասում են հայերը մեր բարեկամներն են, մենք 100 տարի մեր ընկերներն են, մեր հարազատներն են, մենք չենք ուզում, բայց ղեկավարությունը ուրիշ ճանապարհ բռնե, չգիտեմ ինչի, որ ասեն թե այս վիճակը հասնի, նա ընկերի ձգելով ժողովրդի հետ հարց չկա, իսկ այդ հարցը մի օրվա հարց է, որ զարգացնենք, ծաղկացնենք, վստահություն, ջերմ շփվել, առուվաճառ, ներդրումներ զարգացում ամեն ինչը։ Ես այդ նորից եմ ուզում ասել ժողովուրդ ջան, կորոշեք պարզ է, խիստ է, այսպես բան երբեք չի եղել, իսկ 36 թվին չի եղել, մարդիկ խոսան բռնեն, իրար հետ եսիմինչ վախացնեն, վախի մթնոլորտ, գործից հանեն, կամ ասեն թե չգիտեմ հատ գրեն, դա համար ես չեմ ասում, որ մարդիկ հայտարարեն, այլ ընդրության օրը գնացեք, ում հավատում եք, ով առաջ գործ ունի, ում վստահում եք, ձայն էլ նրան էլ տվեք, դուք եք Գարուգ!
Ժողովուրդ, դուք եք գնում ընտրության, դուք եք գնելու։ Ձեր ցավը տանեմ, կընտրեք էլ շնորհակալ եմ, չընտրեք էլ շնորհակալ եմ։ Կարևորը իմացեք մի բան, որ ձեզից է կախված։ Ձեր վաղվա ապագան, ձեր երեխաների վաղվա ապագան, ձեր ցավը տանեմ։ Եթե հարցեր ունեք, կարևորը ձեզ մի բան ասեմ։ Շնորհակալ եմ։ Ես այն մարդն եմ, որ ցանկանում եմ հաշտություն, համերաշխություն, բարեություն, կամեցողություն, ոչ թե բռնել, ցավացնել, չգիտեմ ասեն թե ոնց խլել, պատժել, նստեցնել։ Եթե այսօր ասեն թե ոչ թե իրանց պես ստուգում են մարդիկ մարդկանց մոտ չեն թողում գա, բոլորի ներկայությամբ ասում են, կան ստեղ ասենք թե օրգաններից, կան ՔՊ-ից, ես էլ դիմելով ՔՊ եղբայր, ՔՊ քույրիկ հարց ունեք ասելու, տվեք, կարակ քննադատեք, տեղի լինի կընդունեմ, տեղի չլինի կպատասխանեմ, պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանելու, եթե կա մարդ ուզում է հարց տա, Ծառուկյանը հարցերից չի խոսափում, Ծառուկյանը երկու խաղ չի խաղում, Ծառուկյանը ռեալ իրական հայ, մարդ, ժողովրդի կողքին կանգնած, իր երկրի կողքին կանգնած մարդը, որ ուզում է լավ լինի, իր ժողովրդի դեմքին ժպիտ լինի, կարողանանք զարգացնենք, ծաղկացնենք, անհնարին ոչինչ չկա, հարկավոր է փորձ ունենանք, կազմակերպել, զարգացնել